Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Նա տեսավ Աստծո հոգին, որ վայր էր իջնում աղավնու պես։ Մատթեոս 3:16։ Ինչպես Աստծո հոգին իջավ Տեր Հիսուսի վրա, որ եկեղեցու գլուխն է, այնպես էլ ինչ որ առումով նա իջնում է նաև նրա մարմնի անդամների վրա։ Սուրբ հոգին մեզ վրա իջնում է նույն կերպով, ինչպես իջավ Հիսուսի վրա։ Հաճախ դրանում մի յուրօրինակ արագություն կա։ Հազիվ ենք հասցնում գիտակցել, թե ինչ է կատարվում մեզ հետ, երբ ինչ որ բան անսպասելիորեն մեզ առաջ է մղում դեպի երկնային իրականությունը։ Այնուամենայնիվ, երկրավոր անհանգիստ շտապողականությունից ոչինչ չկա այդտեղ, քանի որ աղավնու թևերը որքան արագ, այնքան էլ նուրբ են։ Թվում է հանդարտությունը շատ հոգևոր գործերի էական նախապայմանն է։ Տերը մեղմ ու բարակ ձայնի մեջ է, 3 Թագավորաց 19:12։ Եվ ինչպես ցողը, նրա շնորհքն էլ լռության մեջ է տարածվում մեզ վրա։ Աղավնին մշտապես կրել է մաքրության խորհուրդը, և Սուրբ Հոգին ինքը սրբություն է, որտեղ էլ նա գալիս է, ինչ որ սուրբ է, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, Փիլիպպեցիս 4:8, առատորեն շատանում են, իսկ մեղքն ու անմաքրությունը վերանում են։ Նաև խաղաղություն է տիրում այնտեղ, որտեղ Սուրբ Աղավնին գալիս է իր զորությամբ։ Նա ձիթենու ճյուղ է բերում իր հետ, ինչը ցույց է տալիս, որ Աստծո բարկության ջրերը հետ են քաշվել։ Հեզությունը Սուրբ Աղավնու փոխակերպող զորության արդյունքն է։ Նրա բարերար ազդեցությամբ փոխված սրտերը հեզ ու խոնար են դառնում այդուհետ և հավիտյան։ Դրան բնականորեն հաջորդում է մեղմությունը։ Արծիվներն ու ագռավները կարող են որսալ իրենց զոհին, սակայն աղավնին դիմանում է չարիքին և երբեք վնաս չի տալիս ոչ մեկին։ Մենք պետք է աղավնիների պես միամիտ լինենք։ Աղավնին խորհրդապատկերում է նաև սերը, և երբ օրհնյալ Սուրբ Հոգին այցելում է մեզ, մեր հոգին սիրով է լցվում Աստծո նկատմամբ, մեր եղբայրների նկատմամբ, մեղավորների նկատմամբ և առավելապես Հիսուսի նկատմամբ։ Հոգու շարժը խավարի անդունդի վրայով քաոսից կարգ ու կանոն և կյանք առաջացրեց։ Հիմա էլ նա մեր սրտերում է կյանք և լույս սփռում։ Օրհնյալ Հոգի, ինչպես մեր թանկագին Փրկչի վրա հանգչեցիր, այդպես էլ մեզ վրա իջիր հիմա և հավիտյանս հավիտենից։